Ատել մեղքը ինչպես Աստված է ատում։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր ուզում եմ ձեզ մի շատ լուրջ հարց տալ, որը նաեւ ինձ է վերաբերվում։ Եթե Աստված ատում է մեղքը, իսկ ես սիրում եմ Աստծուն, կարող եմ հանգիստ ապրել այն բանի հետ, ինչ Աստված ատում է։ Կարող եմ ասել, Տեր, ես սիրում եմ քեզ, բայց միաժամանակ պահել իմ կյանքում այն մեղքը, որի համար իմ Տերը գնաց խաչ։ Սաղմոս 97:10 գրված է. ով Տիրոջը սիրողներ, ատեցեք չարը։ Ուշադրություն դարձնենք, այստեղ պարզապես չի ասվում մեղք մի գործեք, ասվում է ատեցեք չարը։ Աստված ուզում է փոխել ոչ միայն մեր վարքը, այլ նաև մեր վերաբերմունքը մեղքի հանդեպ, որ մենք այլևս չասենք, ինչ կլինի, եթե մի անգամ անեմ, այլ հարցնենք, ինչպես կարող եմ անել մի բան, որն իմ Աստծուն տրտմեցնում է։ Առաջինը, մեղքը փոքր բան չէ։ Մենք սովորել ենք մեղքերը բաժանել մեծերի եւ փոքրերի կամ մեծ մեղք, փոքր մեղք։ Ես մարդ չեմ սպանել, ես պարզապես մի փոքր ստեցի, պարզապես բարկացա, պարզապես նախանձեցի, պարզապես մի բան նայեցի, որը չպետք է նայեի, պարզապես չներեցի։ Բայց գիտեք, ինչ է անում մեղքը։ Այն սկզբում խնդրում է ընդամենը մի փոքր տեղ, իսկ հետո ցանկանում է կառավարել ամբողջ կյանքդ։ Հակոբոս 1:14-15 գրված է հետևյալ խոսքերը, որ ցանկությունը հղիանալով մեղք է ծնում, իսկ մեղքը երբ հասունանում է, մահ է ծնում։ Իսկ Հռոմեացիս 6:23-ի մեջ գրված է, որ մեղքի վարձքը մահ է։ Մեղքը երբեք սկզբում քեզ չի ցույց տալիս իր վերջը։ Այն ցույց է տալիս հաճույքը, բայց թաքցնում է ստրկությունը։ Ցույց է տալիս մեղրը, բայց թաքցնում է թույնը։ Ցույց է տալիս մի քանի րոպեի հաճույքը, բայց թաքցնում է այն արցունքները, որոնք կարող են գալ հետո։ Սատանան ցույց է տալիս մեղքի խայծը, բայց թաքցնում է կարթը։ Երկրորդը, ուզում ես իմանալ, թե որքան սարսափելի է մեղքը, նայիր խաչին։ Մեղքի իրական պատկերը մենք տեսնում ենք Գողգոթայում։ Եսայա 53:5-ում գրված է. նա խոցվեց մեր հանցանքների համար, ջախջախվեց մեր անօրենությունների համար։ Նայենք Հիսուսին, սիրելիներ, նայենք փշեպսակին, նայենք մեղրին, նայենք նրա այժանը, որ թափվեց Գողգոթայում։ Ինչու այդ ամենը։ Մեր մեղքերի պատճառով, իմ մեղքերի պատճառով։ Ուրեմն հաջորդ անգամ, երբ մեղքը մեզ ասի, սա փոքր բան է, նայենք խաչին։ Երբ ասի ընդամենը մեկ անգամ, նայենք խաչին։ Երբ ասի ոչ ոք չի տեսնում, հիշենք Աստված տեսնում է։ Երբ ասի բոլորն են այդպես ապրում, հիշիր, դու կանչված ես ոչ թե աշխարհին նման ապրելու, այլ Քրիստոսին նմանվելու։ Երբ ես նայում եմ խաչին, հասկանում եմ, այն մեղքը, որի հետ ես երբեմն խաղում եմ, այնքան լուրջ է, որ դրա համար Աստծո որդին իր արյունը թափեց։ Ինչպես կարող եմ սիրել այն, ինչ խաչեց իմ Տիրոջը։ Երրորդը, Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մարդուն, մեղավորին։ Առակաց 6:16-19-ում գրված է. 6 բան կա, որ Տերը ատում է, եւ 7-ը գարշելի են նրա հոգուն։ Ինչու է Աստված այդքան ատում մեղքը։ Որովհետև Աստված տեսնում է այն, ինչ մենք հաճախ չենք տեսնում։ Նա տեսնում է, թե ինչպես է մեղքը կործանում մարդուն, ինչպես է սուտը քանդում վստահությունը, ինչպես է շնությունը քանդում ընտանիքը, ինչպես է չներելը թունավորում սիրտը, ինչպես է հպարտությունը հեռացնում մարդուն Աստծուց, ինչպես է նախանձը ներսից ուտում մարդուն, ինչպես գաղտնի մեղքը կամաց կապում է մարդուն։
Աստված ատում է մեղքը սիրելիներ, որովհետև սիրում է ինձ եւ քեզ։ Նա ատում է այն, ինչը ցանկանում է քեզ կործանել։ Չորրորդը, ամենավտանգավորը մեղք գործելը չէ, այլ մեղքին սովորել, երբ սովորություն է դառնում։ Երբ առաջին անգամ մեղանչեցիր, գուցե սիրտդ ցավեց, խիղճդ խոսեց, Սուրբ Հոգին հանդիմանեց, բայց եթե մարդը շարունակաբար անտեսում է այդ հանդիմանությունը, կարող է գալ մի ժամանակ, երբ նույն մեղքը անում է եւ այլևս գրեթե ոչինչ չի զգում։ Սա շատ վտանգավոր վիճակ է։ Եփեսացիների 4:30-ում գրված է՝ մի տրտմացնեք Սուրբ Հոգուն։ Եթե Սուրբ Հոգին այսօր քեզ ցույց է տալիս որևէ բան, մի արդարացրու։ Մի ասա, բոլորն են անում։ Մի ասա, ես այսպիսին եմ։ Մի ասա, հետո կապաշխարեմ։ Եթե Աստված ցույց է տալիս, թող հենց այսօր։ 5-րդը, Հովսեփը չփորձեց տեսնել, թե որքան մոտ կարող է գնալ մեղքին։ Երբ Պետհապրեսի կինը փորձում էր Հովսեփին մեղքի մեջ գցել, Հովսեփն ասեց Ծննդոց 39:39 խոսքում. «Ինչպես գործեմ այս մեծ չարիքը եւ Աստծու դեմ մեղանչեմ»։ Ու երբ գայթակղությունը եկավ Հովսեփը փախավ։ Սա շատ կարևոր է։ Նա չմնաց այնտեղ ասելով. «Ես բավական ուժեղ եմ»։ Նա չսկսեց բանակցել մեղքի հետ։ Նա ուղղակի փախավ։ Երբեմն ամենահոգևոր քայլը գայթակղության պահին երկար աղոթելը չէ։ Երբեմն ամենահոգևոր քայլը պարզապես փախչելն է։ Փակիր այդ ինտերնետի էջը։ Հեռացրու ջնջիր այդ հեռախոսը համարը։ Մի գնա այդ տեղը։ Դադարեցրու այդ հարաբերությունը, եթե այն քեզ մեղքի է տանում։ Ինչպես Աստծո խոսքն ասում է, չար ընկերակցությունը բարի վարքը ապականում է։ Մի խաղա այն բանի հետ, ինչից Աստված քեզ ասում է՝ փախիր։ 6-րդը, մեղք ատելը մարդկանց ատել չէ։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք։ Քրիստոնյան չի կանչվել մեղավոր մարդկանց ատելու։ Մենք սիրում ենք մարդկանց, որովհետև Աստված սիրում է։ Մենք աղոթում ենք նրանց համար։ Մենք ուզում ենք, որ նրանք փրկվեն։ Բայց մարդուն սիրելը չի նշանակում մեղքերը ընդունել։ Հիսուսը շնության մեջ բռնված կնոջը չքարկոծեց։ Նա ողորմություն ցույց տվեց։ Բայց Հովհաննես 8:11-ում նաև ասաց. «Գնա եւ այսուհետև մեղք մի գործիր»։ Ահա Հիսուսի շնորհը։ Նա քեզ չի ասում դու այնքան մեղավոր ես, որ ես քեզ չեմ ուզում։ Նա ասում է. ես քեզ սիրում եմ այնքան, որ չեմ ուզում քեզ թողնել այն մեղքի մեջ, որը քեզ կործանում է։ 7-րդը, մեղքի դեմ մեծագույն զենքը Հիսուսի հանդեպ սերն է։ Հիսուսն ասաց Հովհաննես 14:15-ում. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվերը պահեցեք»։ Երբ դու իսկապես, ես էլ քեզ հետ միասին սիրահարվում ես Հիսուսին, հարցդ փոխվում է։ Դու այլևս միայն չես հարցնում. սա մեղք է, թե մեղք չէ։ Դու սկսում ես հարցնել. սա հաճելի է Հիսուսին։ Սրանով տրտմեցնում եմ Սուրբ Հոգուն։ Սա ինձ մոտեցնում է Աստծուն, թե հեռացնում է։ Սրբությունը այլևս ծանր պարտականություն չէ։ Սրբությունը դառնում է սիրո պատասխան։ Ես չեմ ուզում մեղքից հեռու մնալ միայն այն պատճառով, որ վախենում եմ դժոխքից։ Ես ուզում եմ մեղքից հեռու մնալ, որովհետև սիրում եմ Հիսուսին։ Եվ վերջում մի հարց լիներ. եթե Հիսուսն այսօր կանգներ իմ եւ քո կողքին եւ ասեր. բացիր քո կյանքի բոլոր փակ դռները, ցույց տուր ինձ այն ամենը, ինչ ոչ ոք չգիտի։ Կա մի բան, որ կփորձեիր թաքցնել։ Գուցե Աստված հենց այսօր մատը դնում է այդ բանի վրա։
Ոչ թե քեզ կործանելու համար, այլ քեզ ազատելու համար։ Առակաց 28-ի 13 համարը շատ եմ սիրում այս խոսքը, ասում է. իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց դրանք խոստովանողը ու մի կողմ շպրտողը, թողնողը, փախչողը դրանից ողորմություն կգտնի։ Մի թաքցրու, մի արդարացրու, մի փայփայիր։ Բեր այն Հիսուսի մոտ։ Եվ այսօր մեր աղոթքը թող լինի ոչ միայն Տեր ներիր իմ մեղքերը, այլ Տեր փոխիր իմ սիրտը, սովորեցրու ինձ ատել այն, ինչ դու ես ատում, սիրել այն, ինչ դու ես սիրում, այն, ինչ քո աչքում մեղք է, թող իմ աչքում էլ մեղք լինի, այնինչ քեզ տրտմեցնում է, թող ինձ էլ ցավ պատճառի, մի թող որ ես երբևէ բարեկամանամ այն մեղքի հետ, որի համար Հիսուսը խաչվեց։ Սուրբ Հոգի, քննիր ինձ, ցույց տուր իմ գաղտնի մեղքերը, մաքրիր իմ սիրտը, մաքրիր իմ աչքերը, մաքրիր իմ միտքը, մաքրիր իմ խոսքերը, մաքրիր իմ ցանկությունները։ Ես չեմ ուզում հարցնել, որքան մոտ կարող եմ գնալ մեղքին։ Ես ուզում եմ հարցնել, որքան մոտ կարող եմ գնալ Հիսուսին։ Տեր, տուր ինձ մեղքի հանդեպ սուրբ ատելություն եւ քո հանդեպ ավելի մեծ սեր։ Սուրբ արա ինձ, որովհետև ես ուզում եմ ամբողջությամբ քոնը լինել։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։